Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ Հայոց աշխարհաժողով շարժման անդամ Արմեն Ներսիսյանի հետ, շնորհակալ եմ պարոն Ներսիսյան մեր ավերն ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Ընտրություններն ավարտվեցին եւ մենք արձանագրեցինք հետեւյալ պատկերը, որ չնայած գիտակները, օրենսգրքին ծանոթները, ընտրական եւ համանadrությանը ծանոթները գիտեին դրա մասին, բայց հանրությունն էլ նաեւ տեսա, որ փաստորեն ցանկացած ուժ Հայաստանում, եթե իշխանությանը կարող է ապահովել 50%-ից ցածր արդյունք, այսինքն հանրային վստահությունը լինի 50%-ից ցածր, եւ ինքը կարողանա վերարտադրվել, պահել իշխանությունը կամ վերցնել իշխանությունը։ Աշխարհում նման օրինակ կարգավորումներ չկան, այսինքն չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններում հանրության 50%-ից պակաս ստացողը առանց կոալիցիայի հնարավորություն ունենա կառավարություն իշխանություն ձևավորել, կառավարություն ձևավորել։ Սա արդյոք հենց չի խոսում այն մասին, որ այս ընտրական օրենսգիրքը, համանadrությունը, մտածողները, ընդունողները ի սկզբանե նպատակ են ունեցել թքած ունենալու Հայաստանի քաղաքացիների հայ ժողովրդի կամարտահայտման վրա, ինչպիսի կամարտահայտություն էլ դա լինի իրենց դեմ։ Ոչ միայն ի սկզբանե մտածել էին թքած ունենան ժողովրդի կամարտահայտման վրա, ըստ էության նաև պլանավորել էին այս հանգրվանը, որը ազգային անկման տեսակետից բավականին տխուր հանգրվանի ենք հասել։ Հիմա գանք ընտրություններին, որ կանխատեսել էր, նույնքան ցավալի է արձանագրել այս ամենը։ Այո, իշխանությունը ապահովեց մեխանիկական վերարտադրություն։ Սա պետք է հասկանանք, ինքը մեխանիկական վերարտադրություն առանց բարոյական աջակցության, որովհետև եթե մենք դիտարկենք ընդհանուր տրամաբանության մեջ, առավելագույնը հասարակության մեջ ունի 20-25% աջակցություն, սա առավելագույնն է, հիմա կխոսենք դրա մասին, եւ սա ենթադրում է, որ այլևս իշխանությունը չունի բարոյական աջակցություն, հասարակական աջակցություն, եւ նրա ցանկացած որոշում իրականացնելը կամ օրակարգ իրականացնելը առնվազն պետք է ռեպրեսիվ ձևով իրականացվի, որի դրսևորումները արդեն ծիլերը մենք հիմա տեսնում ենք, այսպես ասենք, ռեպրեսիաներ կիրառելով առաջին հերթին իբերանդիմության ներկայացուցիչների, որովհետև սրան հաջորդելու է այն գլխավոր օրակարգերի սպասարկումը, որը իրենք բացեիբաց ասում են ուրացման տեսքով, բղծելու տեսքով, սկսած եկեղեցու վրա արշավից, վերջացրած սահմանազատմամբ կամ Արևմտյան Ադրբեջան ամբողջական պրոյեկտի։ Ուրեմն առաջին արձանագրենք, որ իշխանությունը մեխանիկական վերարտադրվել է եւ չունի բարոյական աջակցություն եւ այն անհասկացվածությունը, թե ինչու էր այս վիճակը առաջացել նաեւ իշխանավորների դեմքերին, ամբողջությամբ բացահայտում է դրա մասին բացահայտում է իրականությունը։ Երկրորդը շատ կարևոր մի հատ հանգամանք պետք է շեշտենք որպես հետևանք ընտրությունների։ Ընտրություններում իշխանությունը ամենամեծ ձայները տարել է փոքր գյուղական համայնքներում։ Այսինքն գյուղական բնակավայրերում, մարզերում 57% եւ ավելի է տարել, իսկ խոշոր քաղաքներում, այդ թվում Երևանում 40%-ին մոտիկ։ Սա նշանակում է, որ տեղի ունեցել ոչ միայն սոցիալական, այլև աշխարհագրական մասնատվածություն մեր հասարակության մեջ։ Սա բավականին վտանգավոր է, բայց նաև փաստում է այն իրականությունը, որ փոքր գյուղերում, որտեղ վարչական ռեսուրս հնարավոր է անվերապակ կիրառել, նույնիսկ վերահսկելի ձևով կիրառել, հնարավոր է արդյունք, իրենց ցանկալի արդյունքը ստանալ։ Բայց խոշոր քաղաքներում մերժվել է, իսկ դա ենթադրում է, որ մշակութային, տնտեսական, ինչ որ չէ, նաև քաղաքականացված էլիտան ազգի մերժել է այս իշխանությանը։ Սա նույնպես կարևոր արձանագրում է։ Հաջորդը պետք է դիտարկենք իշխանության եւ ընդդիմության այս ընդանուր հարաբերությունը եւ դրա հետևանքով ընտրության արդյունքները, որ այստեղ որևէ մեկը հաղթող չեղավ,
բայց ամենամեծ դժողը եղավ Հայաստանը, որովհետև այս ամբողջը Հայաստանի սուբյեկտայնության անկման հաշվին է տեղ ունեցել։ Բայց գուցե հնարավորություն է սա Հայաստանի եւ հաջողության համար, ինչու եմ սա ասում, որովհետեւ այո, ընդդիմությունը չհաղթեց, բայց նաեւ իշխանությունը 50+ աջակցություն չունեցավ, ավելին իրենք հայտարարել էին, որ սահմանադրական մեծամասնություն է իրենց պետք, իրենք ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, այլ 49% ստացան։ Եվ ինչպես դուք արդարացիորեն ձևակերպում օգտագործեք, մեխանիկական վերարտադրություն տեղ ունեցավ, ոչ թե հանրային աջակցության հիման վրա։ Ոչ թե հանրային աջակցության վրա։ Հիմա հնարավորության մասին անպայման խոսենք այս արձանագրումներից հետո, որովհետև իրոք հնարավորություն է բացվում հայ ազգի համար վերադառնալու իր քաղաքակրթական կոդին եւ քաղաքակրթական արմատին եւ խնդիրները լուծելու։ Այսինքն ինչ տեղի ունեցավ իրականում եւ հասարակական ընկալման մեջ է դա էր։ Բախումը տեղի էր ունենում, այսպես ասենք, աշխարհակաղակական բևեռների միջև։ Արևմուտքը սա էր ասում, Ռուսաստանը սա էր ասում, այդ բախումը ով էր կոմպենսացում, հայկական օրակարգ ձևավորված չէր։ Եվ այս օրակարգերով գնալ ընտրության արդյունքներ ֆիքսել, սա նշանակում է Հայաստանի սուբյեկտայնության անկում։ Այս կանը պետք է արձանագրենք, բայց սա հետևանքներն է, մենք կանք նաև պատճառներին։ Պատճառների մեջ շատ ցցուն է օրինակը ամբողջ նախընտրական քարոզարշավի։ Նախընտրական քարոզարշավը բացառապես կառուցվեց մերժման սկզբունքի վրա։ Իշխանությունը մերժում էր ընդդիմությանը, արտնասնելով վախեր, էկզիստենցիալ վախ պատերազմի հասարակության մեջ։ Ընդդիմությունը մերժում էր իշխանությանը, էկզիստենցիալ վախ առաջացնելով ինքնության կորստի եւ պետականության կորստի։ Այս երկու մերժումներն են։ Բայց այս մերժումները ընկած է այս ամբողջ պրոյեկտի հիմքում, սկսած 2018-ից, որովհետեւ ըստ էության այնինչ բացահայտ սկսեց 2018-ին, իսկ մենք գիտենք, որ դրա նախերգանքը ավելի շուտ էր բացահայտ տրվել հանրահայտ ձևակերպումով Բաբելոնյան աշտարակաշինության։ Մերժման 3 հիմնական շերտերի մասին պետք է խոսենք։ Առաջինը քաղաքական մերժումն էր, ըստ էության քաղաքական մերժումը վերաբերում էր երրորդ հանրապետության մերժմանը։ Այսինքն 2018-ից սկսվեց բացահայտ մերժվել երրորդ հանրապետության հիմնասյունները։ Առաջի գլխավոր հիմնասյունը դա Արցախն էր, կարողացան, այնուհետև այլ արժեքային հիմքերին անդրադարձան։ Ներառյալ այդ ամբողջը մարմնավորում կամ փաթեթավորում էին նախկին էլիտաների դեմքով, երրորդ հանրապետության էլիտաների դեմքով, նախկինների, այսպես արտահայտենք, որ հասկանալի լինի, մերժումը սրան էր։ Սա ունի նաև աշխարհակաղակական շերտ, բարձ է, որ այս ամբողջ պրոյեկտը գնում էր ռուսական ազդեցության մերժմանը։ Այսինքն ռուսական ազդեցությունը աշխարհակաղակականորեն ընդդեմ Ռուսաստանին է։ Բայց ամենախորքային եւ հիմնային շերտը դա հոգևոր քաղաքակրթական շերտն է։ Ակնհայտորեն այսօր բախումը գնում է Հայկի եւ Բաբելոնի միջև։ Եվ հիմա երրորդ մերժման շերտը դա Հայկի քաղաքակրթական կոդի մերժումն է, որը փորձում են իրականացնել եւ Բաբելոնի աշտարակաշինությունը կառուցել։ Այս 3 մերժումների հիմքով էր։ Հիմա եթե մենք այս տրամաբանությամբ ենք արդեն դիտարկում ամբողջ նախընտրական process-ը, հետընտրական process-ը մեզ համար արդեն բացվում է։ Հիմա կանք լուծմանը, իսկ ո՞րն է լուծումը։ Կամ որն է հնարավորությունը, կանք այդտեղ հետո լուծմանը։ Հնարավորությունը ըստ էության բացահայտում է նաև լուծման ճանապարհները։ Առաջին հերթին հոգևոր շերտները։ Բազմիցս մենք կրկնել ենք, ու դա նաև հասարակության որոշակի շերտերի մոտ կար համոզմունք, որ մենք առաջինը պարտվեցինք հոգևոր դաշտում, նոր ռազմի դաշտում։ Մեր պարտությունը հոգևոր դաշտում է։ Եվ մնացած պարտությունները ածանցվեցին, նյութականացվեցին հոգևոր դաշտից։ Հետևաբար առաջին հերթին մենք պետք է կարողանանք վերադառնալ մեր քաղաքակրթական արմատին։ Սա է տարբերակը։ Իսկ քաղաքակրթական արմատին վերադառնալը դա Հայկի ժառանգության, Հայկի առաքելության կրումն է։ Եվ այս օրակարգի ձևավորումն է։ Գիտեմ, որ շատ դժվար է հիմա մինչ ընտրությունները նախընտրական աղմուկներ, մինչև նախընտրական աղմուկը այն ուրացման process-ը, դավաճանության process-ը, պղծման process-ը, որը անարժեք ձևով կար, այդ աղմուկի ժամանակ հնարավոր չէր նորմալ խոսքեր լսել, հիմա էլ կա հետընտրական
այսպես ասեմ, Աղմուկ։ աղմուկ, հետընտրական աղմուկ, որը նորից թույլ չի տալու, որպեսզի կարողանաս ձևակերպել այդ օրակարգերը։ Բայց կա նաև այդ գիտակցումը, հստակ գիտակցումը, որ այլընտրանքը բացակայում է։ Եթե այսօր բախումը գնում էր 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների միջև, եւ ըստ էության 4-րդ հանրապետությունը մեր կողմից բազմաթիվ անգամ ձևակերպվել է, հիմնավորվել է, որ դա Արևմտյան Ադրբեջան պրոյեկտն է։ Հասկանում ենք, որ մեզ ռեզերվացիա է հատկացվում, կարող է հայկական անվանումը պահվի, գուցե ժամանակի ընթացքում չպահվի, դա չէ էականը, բայց մենք հասկանում ենք ինչ է սպառնում մեր։ Եվ բախում է 3-րդ հանրապետություններ, այլընտրանքը 3-րդ հանրապետության պահել կոնսերվատիզմի տեսքով։ Իսկ մենք բազմիցս առաջարկել ենք այլընտրանքային ճանապարհը, հայկական օրակարգը, վերադարձ մեր քաղաքակրթական արմատներին, վերադարձ մեր քաղաքակրթական մատրիցային եւ առաքելության գիտակցում։ Գուցե այս պարագայում շատերի մոտ այսպես թերհավատություն, թե ինչի մասին ենք խոսում, մենք ընդամենը չկարողացանք մեր ներսում այդ խնդիրը լուծել, հիմա խոսում ենք հայկի քաղաքակրթական առաքելության մասին, բայց սա նրանց համար է, ովքեր հայկի եւ բելի պատմությունը չեն դիտում սոցկ առասպելաբանական տիրույթում։ Հայկն էլ հզոր չէր բելից, բայց ազատության եւ արտարության ջահագիրներ ասվածային նախախնամությամբ եւ կարողացավ այդ ամբողջ իրականացնել։ Հիմա անհրաժեշտ է, որպեսզի մենք ձևակերպենք այս օրակարգը։ Եվ փառք Աստծո, հիմա, քանի որ այս աղմուկը ի վերջո նստելու է եւ արդեն մարդիկ պետք է փնտրեն այդ գաղափարական օրակարգերը, հնարավոր է, որպեսզի այս ամբողջը ձևավորվի։ Եվ մենք հստակ ձևակերպում ենք դա հայկի քաղաքակրթական կենսընթացն է, իսկ ճարտարապետման տեսքով նոր պետականակարգության, քաղաքակրթական պետության, արտարապետության տեսքով, որոնք մեր կողմից ձևակերպված են։ Այս ընտրություններում կարելի է օգտագործել այսպիսի ձևակերպում, որ ըստ էության հայ ժողովուրդը մերժեց Արցախը ուրացած 3-րդ հանրապետություն ամբողջապես։ Այսինքն կամ Արցախին կորցրած, որտեղ իշխանությունները ուրացան, բայց ընդդիմությունն էլ չկարողացավ փրկել։ Այո, Այսինքն Արցախը կորցրած այդ 3-րդ, որտեղ առանց Արցախ 3-րդ հանրապետությունը չկա։ միայն իր վատ կողմերն ու դրսևորումներն ունի։ Այո, Արցախը միակ ձեռքբերումն էր այդ 3-րդ հանրապետության, որը տալիս էր նաև լեգիտիմություն դրա գոյության։ ըստ էության, այո, 3-րդ հանրապետության ամբողջ ձևավորման խարիսխը Արցախն էր, Արցախի ազատագրական պայքարը եւ Արցախի ազատագրմամբ ես ուզում եմ սա շեշտել, սա ոչ թե մենք միայն հայրենիքի ազատագրում ենք, սա պատմական արտադրության վերականգնումն է։ Այսինքն ասվածային նախախնամության պատմական արտադրության վերականգնումն է։ Երբ մենք Կարելի է ասել նաև ինչ որ իմաստով հայ ժողովրդի ազատագրում էր իր իսկ գերությունից, իսկ գերությունից, ճշտամու գերությունից, իր իսկ մտքերի գերությունից, հանձնվողականության, պարտվողականության գերությունից, կարելի է այդպես օգտագործել։ Իհարկե կարելի է օգտագործել, որովհետև սա միայն տարածքի ազատագրման տիրույթում չպետք է դիտարկել։ Սա հոգեբանական ազատագրման տիրույթում պետք է դիտարկել, որովհետև հայրենիքի վերադարձը մենք դիտարկում ենք պատմական արտադրության վերականգնում։ Եվ 3-րդ հանրապետությունը պետք է խարսվեր այս արտադրության, որտեղ ներողություն եմ խնդրում, միշտ անդադ քարոզչական բանի դաշտում հիշատակվում է Սարդարապետի հերոսամարտ, որը իրականում հերոսամարտ եղել, բայց Միքայել Սրբազանը մի անգամ ասած բան, որի մասին մտածում եմ ես, բայց ոնց որ ասելու լեգիտիմ իրավունք չուներ դու դա ասեիր, հա, որտեղ Սարդարապետում իրականում ինչ եղել, այո, եղել է հերոսամարտ, բայց դա ուղղակի կանգնեցրել է նահանջը, իսկ Արցախը միակն է եղել այս հազարամյակի մեջ, որ ոչ թե նահանջ, այլ առաջընթաց է եղել։ Նահանջի կասեցում է եղել, այլ առաջընթաց է։ Սարդարապետը այո, եղել է հերոսամարտ, բայց դա եղել է նահանջի կասեցում, որտեղ միջև Սարդարապետը լիքը բան կորցրել է հայ ժողովուրդը։ Եվ Սարդարապետում հնարավոր եղավ կանգնեցնել դա։ Իհարկե հետո էլ ինչ որ բաներ կորցրեցին, հետո էլի վերականգնվեց այլ պետության ջանքերի շնորհիվ, բայց Արցախը միակն էր 1000 տարվա մեջ, որ հայ ժողովուրդը առաջընթաց էր արձանագրել։ Սրանով էր նաև բացառիկ իր դերը։ բացառիկ էր եւ բացառիկ է նաեւ նրա մերժումը
այս իշխանությունների ուրացումը, այսպիսի բացահայտ եւ տոտալ ուրացումը։ Մենք պետք է, ես համաձայն եմ ձեզ այդ լիովին, որ հայությունը, Հայաստանի բնակչությունը ըստ մերժեց այս օրակարգը կամ ուրացողին։ Ուրացողին մերժեց, բայց նաև չաջակցեց ոնց որ թե կորցնելը չկասեցնողներին, որտեղ անդիմությանը չեմ ուզում այդ բերի տակ դնել, որ ուրացող են, անդիմության դաշտում այդ բանը չկար, բայց չկարողացան կասեցնել այդ մերժումը։ Այնուամենայնիվ իրենք նույն քաղաքական կացայի մեջ էին եւ արձանագրում է, որ Արցախը գործվել է եւ Արցախի այսպիսի տոտալ ուրացում կա, նույն քաղաքական կացայի մեջ է եւ հասարակության կողմից եղել է այս վերաբերմունքը։ Արցախը այո, մեզ համար եւ ինչպես Միքայել Սրբազանը դիպուկ ձևակերպել է ոչ միայն այս հարցում, այլև ընդհանրապես բոլոր գրեթե հարցերում Միքայել Սրբազանը հստակ ձևակերպումներ ունի, այս հարցում նույնպես հստակ ձևակերպել էր։ Սա հնարավորություն էր եւ Միքայել Սրբազանի նաեւ ձևակերպում աստվածային նախախնամության շնորհիվ պատմական արտարությունը վերականգնել, հայրենիքին միացնել եւ որը պետք է դառնար թռիչք հայ ազգի համար, բայց ցավալիորեն մխսվեց ամբողջը, մխսվեց ոչ միայն 2020 թվականին, այլև մխսվել էր այդ ընթացքը 2020 թվականին վավերացրինք, 2023 թվականին դավաճանեցինք, իսկ 2023 թվականին ամբողջությամբ ուրացանք եւ այս օրակարգը կար։ Հիմա լուծմանն ենք գալիս, սա բերել է հասարակության որոշակի շրջանակների համար, ներառյալ քաղաքականապես ակտիվ շրջանակների, որոնք էլեկտրականացված էին, ընդրություններին ակտիվ էին, ընդդիմության, նույնիսկ իշխանության, այնպես չէ, որ իշխանության ցայն տվածները բացառապես այդ անարժեքությունը կրողներն են։ Իրենց մոտ վախեր էր։ Համաձայն, ես համաձայն չեմ այդ, որ թիրախավորում են մեր այդ հայրենակիցներին, որովհետև բացարձակապես որովհետև ներողություն իշխանությանը ընտրողների զգալի մասը հավատացել է այն ստին, որ մի մասը հավատաց, որ Արցախը թոք էր, մի մասը հավատաց, որ ռուսներն են հանձնել ոչ իշխանություն, այսինքն այդ հասարակության այն հատվածը, որ ընտրել է իշխանություն, իրանք էլ համաձայն չեն Արցախի կորստին։ Այլ բան, որ իրենց համոզել են, որ դրա հետ Նիկոլը կապ չունի, սա լրիվ ուրիշ պատմություն։ Դրա հետ Նիկոլը կապ չունի, կամ ռուսներն են վախեր են արտանցել, կամ նորից պատերազմ է հնարավոր սկսվել եւ այլն, այդ վախերը արտասման համար։ Դրա համար այն հասարակության այն շերտերը, որոնք նույնիսկ ակտիվ քաղաքական process-ի մեջ են եղել, հիմա հասկանում են, որ հայտնվել են անդունդի գրեթե հատակին։ Այս հանգուցալուծումը իրականում ոչ թե հանգուցալուծում էր, այլ ճգնաժամի ավարտի ազդարարում եւ աղետի սպասելիք։ Բոլորը հասկանում են, որ այս իրավիճակը ճգնաժամից հետո, եթե մինչև հիմա կարող են ճգնաժամ ձևակերպել, եթե ճգնաժամը չի հաղթարվում, աղետն է հաջորդում։ Հիմա կանգնած ենք աղետի առաջ եւ որն է լուծումը, օրակարգային լուծումը։ Նորից ես պետք է գամ հիմնական բովանդակության։ Անդրաժեշտ է հոգեվոր լուծում, վերադարձ մեր հոգեվոր արմատներին։ Հոգեվոր լուծումը հնարավոր է հոգեվոր առաջնորդությամբ, որը պետք է վերածվի հոգեվոր ազգային առաջնորդության։ Եվ այս դրամաբանության մեջ է, որ մենք կարող ենք դուրս գալ ցանկացած իրավիճակից։ Ես նաև շատ հաճախ վեճեր են լինում, որ այ տեսեք, այսպես բևեռացված հասարակություն եւ այլն, ոնց է հնարավոր այդ թռիչքը, բայց նաև մասնագիտորեն կարող եմ ձևակերպել, որքան խորն է ճգնաժամը, այնքան մեծ է լինելու ճիշտ դեպքում թռիչքը։ Հետևաբար արտնացումը նույնպես լինելու է մեծ։ Սա ոչ թե լաբատեսություն է մեզ փորձում ներշնչել, սա համակարգերի, հասարակական համակարգերի գոյության տրամաբանությունն է։ Սա կարող ենք հստակ մաթեմատիկորեն բանաձևել, լուծել։ Ուղղակի անհրաժեշտ է։ Որտեղ ճգնաժամը նաև նման է իրավիճակի, երբ որ ճահիճը դու խառնում ես։ Այո։ Այսինքն ինքը կարող է նաև բերել թարմացման, եթե հանկարծ աղետի չվերածվի։ Հիվանդության, այսինքն մարդու մարմնի հետ կապված տարբեր իրավիճակներ կարող է լինել գանգրենա, որը տեսանելի չի, դանդաղ իր գործն անում, եւ կարող են թրով փորձել ձեռքդ կտրել կամ ոտքդ կտրել։ Այդ թրի հարվածը շատ ցավոտ է, բայց ինքը նաև հնարավորություն է տալիս դիմադրելու, ինչ որ գործողություն անելու, կյանքդ ավելի շուտ փրկել, որտեղ վտանգը տեսանելի է։ Իսկ գանգրենայի դեպքում վտանգ կարող տեսանելի չլինի մինչև մահ։ Հիմա մենք հայտնվել ենք հենց այդ
բանի մեջ, հարաբերության մեջ, որովհետև այն ճգնաժամը, որը կար ըստ էության ցույց տվեց մեր թույլ տեղերը եւ որի համար պետք է մենք պայքարենք, որովհետեւ ճգնաժամը ինքը բացի բացասականից ինքը ցույց է տալիս նաեւ այն համակարգի մեջ այն բջիջները, որոնք մահացած են, այլևս պետք չէ ուշադրություն դարձնել նորը ստեղծելու, հինը մահանալու, նորը ստեղծելու տրամաբանության մեջ է, բայց մենք նաեւ կա, եթե մենք չկարողանանք սա հաղթահարել, մենք գնում ենք կանգրենայի, մենք գնում ենք շատ ավելի բացասական չարորակ ռուսկի զարգացման, եթե բժշկական տերմինաբանությամբ։ Ինչու՞, որովհետև մեր օրգանիզմը չի սկսում դիմադրել։ Այնինչ հիմա տեղի է ունենում մեր ինքնության կամ արժեքային համակարգի հետ, այս տոտալ ուրացումը, կամ դանդաղ կրթության մեջ, այլ համակարգերում այս ականների ներդրումը, ինքը վերջ-վերջո հանգեցնելու է համակարգի փլուզմանը։ Սա ազգային իմունիտետի բացառմանը, ազգային օրգանիզմի մահին։ Հիմա անհրաժեշտ է այս դիմադրությունը, բայց լիովին համաձայն է, որ հիմա բացվել է հնարավորությունը վերականգնվելու, որովհետև շատերի աչքերն է բացվել։ Եթե օրինակ, շատերը մտածում էին, որ ահա հունիսի 7-ն է, ինչ է խառնվել, հունիսի 7-ին մեկին գումարած մեկ հավասար է 2-ի, այս տրամաբանությամբ, քանի որ Նիկոլա Ռեցինգ չունի, հնարավոր է հաղթել։ Եկանք հասկացանք, որ այդ տրամաբանությամբ հնարավոր չէ, որովհետև միայն մերժելու տրամաբանությամբ մերժողին հնարավոր չէ հաղթել, առավել ևս գլխավոր մանիպուլյատորին մանիպուլյացիաներով հնարավոր չէ հաղթել։ Սա արդեն ակնհայտ տրամաբանություն։ Հիմա բացվում է ճանապարհները, որովհետև ճգնաժամը ցույց է տալիս նորի տեղը։ Իսկ մեր մոտ այդ նորը բավականին շուտ ձևակերպված է, եւ կա նաեւ հստակ պատկերացում ինչպես է լինելու հոգեվոր առաջնորդությամբ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել մեր հետևորդները, որ ես հոգեվոր առաջնորդությունը երբեք չեմ շեշտում քաղաքական առաջնորդությանն է։ Առաջինը հոգեվոր առաջնորդությունն է, որը բարոյական արբիտրի դերակատարում պետք է ունենա։ Նոր քաղաքական խնդիրների լուծումը առանց հոգեվոր առաջնորդության անհնար է։ Առանց Այսինքն պիտի մի դուր լինի, որտեղ գնաս եւ լսես թե որն է ճիշտ է, որը սխալ է։ Երբ որ չկա այդ ճշտի եւ սխալի զատողը, ամեն բան կարող է ճիշտ լինել, ամեն բան կարող է սխալ լինել։ Այն ինչ որ այսօր հասարակությունը սա ոչ միայն հայաստանյան խնդիր է, սա համաշխարհային խնդիր է, որովհետև քաղաքակրթական ճգնաժամի մեջ է հասարակությունը, որտեղ տեղի ունենում հասարակարգի փոփոխություն, իսկ հասարակարգի փոփոխությունը բերել է որոշակի հասարակական քաոսի, որտեղ արժեքներն են խառնված։ Բայց Հայաստանում կա նաև տեսակետներ, վարկածներ, որ Հայաստանում ինչ-որ բան փորձարկվում է այդ կարմիր գծերի հատման, հասարակության կառավարման եւ այլն, տոտալ թվային վերահսկողության դիրույթում Հայաստանում որոշակի բաներ են փորձարկվում ավելի մեծ պրոյեկտների համար եւ այս է խնդիրը, բայց նայելով մեր պատմությանը, հավատալով մեր քաղաքակրթական առաքելությանը, մենք նկատում ենք, որ այսպիսի ճգնաժամերից դուրս ենք եկել եւ դուրս ենք եկել այնպիսի թռիչքով, որ ըստ էության համաշխարհային հասարակության նույն հայտիպելի, նույն քրիստոնեության ընդունում եւ այլն, սրանք բոլորը խոսում են մեր քաղաքակրթական կոդի կենսունակության մասին։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Ներսյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի Հայոց աշխարհաժողով շարժման անդամ Արմեն Ներսյանի հետ, շնորհակալ եմ, ցտեսություն, կհանդիպենք։ Ցտեսություն։